Պարոն Ասլանյան, ազգային ժողովում եք քաղբանտարկյալների մասին խորհրդարանական լսումներին, ինչ ակնկալիք ունեք առհասարակ այս լսումներից։ Անկեղծ ասած, նման ակցիաներ ընդհանրապես մարդկանց ազատության իրավունքների վերականգնման համար պայքարելիս ու տարբեր այլ երևույթների համար պայքարելիս ակնկալիքները չեն, որ առաջին աչքի առաջ են գալիս, առաջին հերթին պարտքի զգացումն է, մանավանդ ինձ համար, որ ես անցել եմ այդ քաղբանտարկյալ ապօրինի հալածյալ լինելու այդ ճանապարհով, այդ դժվար ճանապարհով, ուստի այստեղ ոչ թե ակնկալիքների խնդիրն է, այլ ես հուսով եմ, որ միևնույնն է, քանի բարին չի հաղթել, քանի արդարը չի հաղթել, ուրեմն դեռ վերջ չէ։ Պարոն Ասլանյան, դուք նշեցիք, որ անցել եք այդ ուղին քաղբանտարկյալից հալածյալ, հասկանում եք լիովին համոզված եմ ներկայիս քաղաքական բանտարկյալներին, ձեր աջակցությունը ո՞րն է նրանց կամ ո՞րն է այն խորհուրդը, որը դուք որպես դաս արդեն քաղել եք։ Նաև իմ ելույթում նշեցի, երբ որ դու գտնվում ես 4 պատերի ներսում, այսպես թե այնպես աշխարհից, մեծ աշխարհից մեկուսացած, ամեն մի քո անվան հետ կապված հիշատակում, քո ուղղությամբ որևէ, չգիտեմ, դրական գործողություն, դա ներսում շատ ավելի մեծ արձագանք ու ռեզոնանս է առաջացնում, քան կարելի է պատկերացնել, նույնիսկ երբ որ հեռուստատեսությամբ, երբ որ ինչ-որ լրատվության միջոցով կամ մարդկանց միջոցով դու ստանում ես ինչ-որ գոտեպնդման, ինչ-որ սատարման, քո իրավունքների համար պայքարի որևէ նշան ես ստանում կամ լսում ես, դա շատ մեծ ոգևորություն ուժ է տալիս։ Իսկ չեք վախենում, որ գուցե ձեր քաղբանտարկյալ լինելու հանգամանքը կրկնվի եւ իշխանությունները այսօրվա ելույթից հետո, քանի որ սովոր ենք, որ ելույթ են ունենում ընդդիմադիրները, ինչ որ քաղաքական հետապնդումներ, իրավական գործընթացներ են սկսվում։ Դրա վախենալու այդ ինչ որ ինձ վախը անցնում է այն ժամանակ, երբ որ դու քայլ ես անում, հետեւաբար բնականաբար չեմ վախենում, իհարկե այս իշխանություններից ամեն ինչ սпасելի եւ ակնկալելի է, բայց ամեն դեպքում ես որևէ իմ արած քայլի համար երբևէ չեմ վախեցել, ես վախենում եմ քայլ չանելուց, ես վախենում եմ Աստծու դեմ գործելուց, ես վախենում եմ ահագին բաներից, որոնց մասին չեմ բարձրացնում, բայց նմանատիպ բաներից չեմ վախենում, որովհետև ես գիտեմ, որ ճիշտ եմ, իսկ եթե ճշտի համար կարելի է վախենալ, արդարության համար կարելի է վախենալ, ուրեմն վախով պետք չի ապրել ընդհանրապես։ Պարոն Ասլանյան, քանի որ ներողություն Աստծո անունը տվեցիք, ուզում եմ նաև ձեր տեսակետը ճշտել իշխանությունների կողմից եկեղեցուն ուղված թիրախային այդ կետերի վերաբերյալ, ասում են գնանք վեհարանը վեհափառից ազատենք, պառակտում են, փորձում են պառակտել եկեղեցին, սրբազաններին իրենց կողմն են տանում, դուրս են հանում վեհափառի դեմ, դուք այս եկեղեցի եւ իշխանություն գործընթացների ոնց եք վերաբերվում։ Հակաեկեղեցական արշավը դեռ նոր էր սկսել, ամիսներ առաջ ես մի գրառում արեցի իմ Facebook-յան պատին, որտեղ հենց կանխատեսել էի, այսպես ասած, որ ոչ թե վեհարանի վրա լինելու է մեր պատկերացրած հարձակումը, այլ լինելու է վարկաբեկման եւ պառակտման միջոցով եկեղեցին երկփեղկելու կամ մի քանի փեղկելու տարբերակով, ինչը եւ հիմա կատարվում է, իսկ ասում եք սրբազաններն իրենց կողմն են տանում, թող չգնան սրբազանները, եթե գնում են, ուրեմն ոչ թե տանում են, այլ իրենք գնում են, հետեւաբար գիտեք ինչ կա, շանտաժը այնքանով է շանտաժ, քանի դեռ այն չի օգտագործվել այդ կոմպրոմատները, երբ որ այն օգտագործվում է, արդեն դադարում է կոմպրոմատ ու շանտաժի միջով լինելուց եւ ցանկացած հոգեվորական ցանկացած մարդ պիտի իմանա, որ նաեւ կարող են իրեն շանտաժի ենթարկել, ուստի ավելի լավ է ինքը միջոցներ ձեռք առնի, թող ինքը ցած դնի իր ծառայությունը, որպեսզի իրեն չտանեն։ Իրը փոխարեն գա մարդ, որը որ չի վախենում։ Սրբազանի տեսանյութեր հանեցին, ճիշտ է։ Ես չեմ ուզում մեկնաբանեմ որևէ տեսանյութ, որը եկեղեցու կամ մարդու անձնական կյանքի հետ է կապված։ Իդեպ, ամեն դեպքում ես գտնում եմ, որ որևէ իշխանություն, նախ իշխանությունները միայն Աստծո իշխանությունն է, որ անվերջ է ու հավերժական է, ցանկացած քաղաքական իշխանություն շատ ժամանակավոր է եւ եթե նույնիսկ մաթեմատիկական թեթևելության ենթարկեք, ապա 1700-ամյա ինստիտուտին չի կարող մի քանի ամյակ կառավարող իշխանությունը ծնկի բերել եւ չի կարող եկեղեցու վրա ունենալ ինչ-որ գոյաբանական մեծ ազդեցություն կամ հաղթել եկեղեցուն, որովհետեւ հաղթել եկեղեցուն նշանակում է հաղթել Աստծուն, Աստծուն հնարավոր չէ հաղթել։